Ես կարող եմ 2026 համապետական սպորտային փառատոնը օլիմպիական խաղերի կարգախոսով է։ Մասնակիցները ձգտում են հաղթանակի, բայց յուրաքանչյուրի համար մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է։ Փառատոնի անցկացման ձևաչափը եւս նմանեցված է օլիմպիական խաղերին։ Մասնակիցներն անցնում են քայլերթով, իսկ հետո վարվում է օլիմպիական ջահը։ Փառատոնը մեկնարկեց էստաֆետային խաղերի մրցապայքարով, իսկ մրցակիցները ոչ թե պրոֆեսիոնալ մարզիկներ են, այլ խնամքի ու հատուկ հաստատությունների սաները հանրապետության տարբեր բնակավայրերից։ Նրանց համար մրցապայքարը նախ եւ առաջ հաղթանակ է սեփական վախերի հանդեպ։ Փառատոնի անվանումը «Ես կարող եմ» նրանց մոտիվացնում է, բացահայտում սեփական պոտենցիալը։ Our wish for the participants is to strengthen their physical abilities, demonstrate courage. Մեր ցանկությունն է, որ մասնակիցները զարգացնեն իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, հայտնվել այնպիսի միջավայրում, որը նպաստում է ներառական առողջ հասարակության ձևավորմանը ամբողջ Հայաստանում։ Փառատոնի անվանումը «Ես կարող եմ» պարզապես խոսքեր չեն։ Այս խաղերը ոչ թե սահմանափակումների, այլ կարողությունների, տաղանդի եւ անսահման հնարավորությունների մասին են։ SOAR կամ Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն հիմնադրամը, որն աջակցում է ծնողազուրկ եւ դժվարին պայմաններում ապրող հայ երեխաներին, համապետական սպորտային փառատոնն անցկացնում է արդեն 3-րդ անգամ։ Այն միտված է խթանելու հատուկ կարիքներ ունեցող անձանց ներառական մասնակցությունը հասարակական ու մարզական կյանքին։ Կարևորում են հավասար հնարավորությունները, թիմային ոգին ու հաղթանակը։ Կոտրվում է կարծրատիպը, որ նրանք որևէ բանի անընդունակ են։ Մենք այս սպորտային փառատոնով ուզում ենք հանրությանը ցույց տալ, որ մտավոր խնդիր ունեցողները մշտապես օգնություն ակնկալողի կարգավիճակում չեն, այլ կարող են արարել, ստեղծել, մասնակցել, մրցել, հաղթել։ Ոչ թե հաշմանամուն ունեցող անձինք ներառականության խնդիր ունեն, այլ մենք ունենք խնդիր այս միջավայրի մեջ ներդրվելու։ Խնամքի կենտրոնների ու հատուկ հաստատությունների սաները էստաֆետային խաղերում անզիջում պայքար մղեցին։ Սա նաև թիմային մտածելակերպ է ձևավորում, երբ թիմի յուրաքանչյուր անդամից է կախված հաղթանակը, իսկ պարտության դեպքում հավասարապես են կիսում պատասխանատվությունը։ Մեր հիմնադրամի կողմից, հիմնադրամի շահառուների մասնակցությունը բավականաչափ կարևորում ենք։ Այստեղ նաև մասնակցում են մի շարք այլ կազմակերպության ներկայացուցիչ շահառուներ նաև ևս եւ իրենց միջև եղած նաև փոխգործակցությունը, փոխմրցակցությունը, ամեն ինչը, այդ էմոցիան, այդ ամեն ինչը կարծում եմ, որ ինքը բավականին շատ մեծ դրական ազդեցություն է թողնում։ Ես կարող եմ համապետական սպորտային փառատոնը երրորդյա է, մասնակիցները մրցելու են տարբեր մարզաձևերում ու պարգևատրվելու են, բայց այս մրցույթում բոլորն են հաղթող, իսկ բոլորի մրցանակը ներառական կայացած հասարակության ձևավորումն է։ Լուսինե Հայրապետյան, Վահագն Վարակյան, Հորիզոն